Վայելում էի Ալինայիս, անկեղծ չէի մտածում երկրորդ երեխայի մասին, բայց արի ու տես շատ պատահական է երկրորդով հղիացա։ Բնականաբար, բայց էլի երջանիկ էիք։ Շատ երջանիկ էի, բայց մի ձևի վախ կար մեջս։ Ինչի՞։ Որովհետև ամուսինս դեմ էր, չէր ուզում։ Բացարձակ երկրորդի մասին լսել չէր ուզում, որովհետև նախ տարիքն էր իր մեծ ու մտածում էր, որ չգիտեմ, անընդհատ այնքան հետաքրքիր զգացում ուներ իր մեջ, որ անընդհատ էր ասում էր, այս տարիքում, մեծ տարիքում ունենաս, Աստված մի արասե, մի խնդրով լինի, ոնց ենք անելու, արի այս տարիքում նորից էլի դիր, երեխա, էլի նորից տակ դիր, կաթիկ եւ այլն, ոնց որ անընդհատ այդ թեմայով, այդ թեման մեր տանը շոշափվում էր։ Արդեն իմ մոտ էլ էր կասկած առաջացել, բա որ հանկարծ որ ասում է նախախնամությունը ինչ որ տեղ իր դերը խաղաց, այնքան հետաքրքիր էր Ալինաս, որ առաջնեկս անթերի երեխա էր, իմ մոտ կլինիկային պատասխանները այնքան վատ էր եկել, որ ընդհուպ միջև դրել էին պտղի հեռացման հարց։ Այո, մենք արդեն ամիոցենտեզ արեցինք, որ գենետիկայի կենտրոն հանձնեցինք, պատասխանները միջև մաքուր եկավ, չասեմ թե ինչ ապրեցի ես այդ մի 10 ընթացքում, որ անթերի երեխա ծնվեց։ Իսկ Սոֆուլս, որ խնդրով ծնվեց, այնքան ճիշտ էր եկել, այնքան նորմալ էր եկել, այնքան տեխնիկան էլ էր։ Այո, որ բայց պիտի ինքը ծնվեր։ Ուրեմն ինքը պետք է ծնվեր, այո, ես ինչքան մտածում եմ, երկար բարակ մեկնաբանում եմ, ինքը պետք է լիներ իմ կյանքում, իմ արևս